Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր նախընտրական փոդքասթի հյուրը Ավետիք Չալաբյանն է։ Ողջույն, պարոն Չալաբյան։ Բայց Եվ ինչպես եք գնահատում ընտրարշավը, արդեն մի քանի օր է մնացել։ այո, կարելի ասել, որ ընտրարշավը մոտենում է իր եզրափակիչ փուլին։ Ես թերևս ասեմ, սա առաջին ընտրարշավն էր, որ սկզբից մինչև վերջի տարիների ընտրարշավերի մեջ անցել եմ։ Եվ ընդհանուր առմամբ անկեղծ ասեմ, որոշակի թեև զուսպ, բայց ոգևորություն ունեմ մանավանդ մեծ քաղաքներում, օրինակ վերջի շաբաթվա ընթացքում Վանաձորը տպավորիչ էր։ Վանաձորը եւ Գյումրին շատ տպավորիչ էին, Գյումրին մի քիչ խանգարեց ցուրտ եղանակը, բայց միևնույնն է, տրամադրությունը, մարդկանց ոգևորությունը, մարդկանց մոտեցումները, այն հարցերը, որ մարդիկ տալիս են եւ այլն, իմ մոտ անկեղծ ոգևորություն առաջացրեցին, որովհետև ակնհայտ էր, որ առնվազն այդ երկու մեր հանրապետության երկրորդ եւ երրորդ մեծ քաղաքներում բացահայտա, որ գործող վարչախումբը բացահայտ պարտություն է կրում։ Պարոն Չալաբյան, եկեք մի քիչ ձեր մասին, խոսենք, դուք սկզբից գնացիք որպես Թաթեյանի գլխավորած կուսակցության հետ, միասնության թևերի հետ, հետո հայտարարեցիք, որ ունեք տարաձայնություններ, դուրս եկաք եւ միացակ Ուժեղ Հայաստանին, Սամվել Կարապետյանի ղեկավարած Ուժեղ Հայաստանին։ Արդյոք չեք ափսոսում, որ ի սկզբանե չեք գնացել Ուժեղ Հայաստանի հետ ընտրարշավի։ Տեսեք, պատմությունը մի քիչ դժվար է վերաշարադրել։ Գիտեք, ռուսերեն արտահայտությունը դրա հետ կապված։ Նախ ես ասեմ, որ մենք Ուժեղ Հայաստանին ոչ թե միացել ենք բառի բուն իմաստով, այլ իրենց աջակցում ենք այս ընտրարշավի շրջանակներում։ Ես անկեղծ հույս ունեմ, որ մենք հաջողության կհասնենք եւ դրանից հետո կքննարկենք արդեն մեր համագործակցության հաջորդ փուլը։ Նաեւ ուրախությամբ ուզում եմ ասեմ, որ մեր համագործակցությունը նույնիսկ անկախ ընտրությունների արդյունքից բավական լավ ստացվեց։ Այսինքն լավ է ստացվում, երբ որ տեսնում ես, որ մարդիկ տեղերում իրար հետ կարողանում են նորմալ աշխատել, համագործակցել, առաջացող խնդիրները լուծել, որ քեզ տեղից անընդհատ չեն զանգում, չեն ասում մի հատ գնա, այս մեկի հետ խոսա, վերևում արդեն էլի, կամ այն մեկի հետ խոսա, որտեղ մենք չենք կարողանում իրար հետ պայմանավորվել եւ այլն։ Դա ինքնին բավական դրական գործոն է իմ տեսանկյունից եւ անկեղծ ասած հույս ունեմ, որ ընտրություններից հետո մենք կքննարկենք արդեն ինչպես ենք շարունակում իրար հետ համագործակցել, ինչպես ենք սերտացնում։ Դուք ասացիք անկախ ընտրությունների արդյունքներից, այսինքն չեք բացառում, որ այդ ընտրություններին Փաշինյանը վերարտադրի։ Չէ, ես չի ուզենա, որ դուք այդպես ընկալեք։ Ես ուզում եմ ասեմ, որ անկախ ընտրությունների արդյունքներից ես ասելով նկատի ունեմ, որ նույնիսկ process-ը, որի մեջով մենք անցել ենք, ինքնին արդեն մեզ որոշակի դրական ազդակներ է տվել, որը մենք պետք է օգտագործենք։ Այլապես բնականաբար պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Փաշինյանը պարտվի եւ իդեպ ես ասեմ, որ Ուժեղ Հայաստանի հայտնվելը ընտրական այս խճանկարում դա ուղղակի բոլոր քարտերը խառնեց, հա, որովհետեւ մինչև այդ Փաշինյանը կարող էր անդադ պնդել, որ իր հիմնական թիրախը նախկիններն են, թալանը հետ կբերեն, բոլորիդ կկախեն, կչոքացնեն, բայց հիմա մի հատ տարբերություն կա։ Եվ Սամվել Կարապետյանը, եւ նրա շուրջը հավաքված մարդիկ, եւ մենք բնականաբար մենք ոչ մեկս նախկինի այդ սահմանմանը որևէ կերպ չենք համապատասխանում։ Մենք ոչ միայն նախկին չենք կամ ներկա չենք, մենք իրականում ապագան ենք այդ իմաստով։ Այն մարդիկ են, որոնք բիզնեսից են եկել, որովհետեւ տեսել են իրականում, որ այդ քաղաքական, այսպես ասած, համույթը, հա, կամ քաղաքական համայնքը չի կարողանում լուծել այն խնդիրները, որոնք կանգնած են երկրի առաջ եւ թարմ ինչ-որ իմաստով բանա շունչ է պետք դրան։ Ավետիք, դուք ասում, դուք եք բիզնեսմեն, եղել ամենայն դեպս բիզնեսմեն, եղել եք բիզնեսմեն եւ եկել եք սկզբից հասարակական դաշտ, հետո էլ քաղաքական դաշտ։ Ըստ ձեզ, ինչու են հենց հատկապես հայ բիզնեսմենները գալիս քաղաքական դաշտ, որտեղ մենք վերջին գոնե շրջանում չունենք օրինակներ, երբ հայտնի հայ մտավորականը գա քաղաքականությամբ զբաղվի կամ արվեստագետը գա քաղաքականություն, այս ազգը փրկելու, այսպես բեռը իր ուսերի վրա վերցնի, բայց բիզնեսից գալիս են ինչու։
Գիտեք, ես չի ասի, որ չեն գալիս այլ ոլորտներից, գալիս են, տարբեր ոլորտներից են գալի, դեպ Հայաքվեում այնպես չի, որ Հայաքվեն բիզնեսմենների կառույց է, Հայաքվեում եւ մշակույթի գործիչներ կան եւ կրթության բնագավառի հայտնի մարդիկ, էլի։ Հայտնի մարդիկ, երևացող մարդիկ, ակնհայտ երևում է, որ բիզնեսմենները հայ ավելի մտահոգված են երկրի ճակատագրով։ Տամ ձեր հարցը պատասխանը։ Նախ համաձայն չեմ այդ բնանը։ Օրինակ, տեսեք, նույն Հայաքվեի ներսում ամենահայտնի մարդը մշակույթի գործիչ Արսեն Գրիգորյանը, որը մինչև հանրային գործունեությամբ զբաղվել է, արդեն ենթադրենք ուներ շատ բարձր հեղինակություն, ճանաչում եւ այլն։ Ինձ թվում է խնդիրը ոչ թե նրանում է, որ բիզնեսմենները ավելի մտահոգված են։ Շատերն են մտահոգված, անկախ նայած թե մարդիկ ինչով են զբաղվում։ Բիզնեսմենները ավելի մեծ կարողություն ունեն դրա համար։ Տեսեք, երկու կարողություն կա, որոնք ես հատուկ կուզենայի առանձնացնել նաեւ իմ դեպքում էլ։ Նախ բիզնեսմենները ունեն ֆինանսական որոշակի անկախություն։ Եվ դա նրանց հնարավորություն է տալիս սեփական ֆինանսական կարողությունը ներդնել քաղաքականության մեջ, իսկ քաղաքականությունը հիշեք, որ շատ թանկ զբաղմունք է, որտեղ վերաբերվում է հարյուրավոր, հազարավոր մարդկանց, որոնց պետք է վարձատրել, կամ եթե չես վարձատրում, գոնե այս կամ այն կերպ նյութապես աջակցել եւ այլն, հա։ Չեմ ասում գովազդի մասին, այդ համերգների կազմակերպման մասին, տրանսպորտի մասին, այդ ամեն ինչը բնականաբար բավական մեծ ծախս է պահանջում։ Բայց կա եւ երկրորդ ասպեկտը, որի մասին մարդիկ հաճախ չեն մտածում, բայց որը եւս կարեւոր է։ Բիզնեսմենները կազմակերպիչներ են։ Մարդիկ, որոնք հասել են բիզնեսում հաջողության, կարողացել են հասնել հաջողության, որտեղ նրանք ունեցել են լավ գաղափարներ, բայց հետո այդ լավ գաղափարները կարողացել են դնել գործի մեջ, կազմակերպեն, որակ ստանան, կայունություն ստանան, հա, կայուն որակ ստանան, հաճախորդներին գրավեն իրանց շուրջը, վստահություն ստեղծեն եւ այլն։ Եվ այդ բոլորը այն որակներն են, որոնք նաեւ քաղաքականության մեջ են կարևոր։ Այսինքն դուք եք ինչպես այն ուժը, ում դուք եք աջակցում, այդ ուժի առաջնորդը շեշտում է, որ ինքը տնտեսագետ է, այսինքն Սամվել Կարապետյանը եւ Հայաստանին այսօր հենց տնտեսագետ ղեկավարը պետք։ Այս մտքեդ դուք եք համաձայն։ Այդ միտքը ես ձեզ ասեմ, այդքան էլ համաձայն չեմ այդ մտքին, որ Հայաստանին հենց տնտեսագետ ղեկավարը պետք։ Հայաստանին պետք է ղեկավարություն, որը կկարողանա ինչ-որ իմաստով եռանկյունի անվտանգություն, հա, տնտեսական զարգացում եւ հանրային համերաշխություն։ Եվ հանրային համերաշխությունը իդեպ նաև ասեմ ձեզ, որ ընդարձակ հասկացություն է, եւ սոցիալական արդարություն է պահանջում, եւ իրավունքի գերակայություն է պահանջում, եւ ինչ-որ իմաստով հնարավորությունների, այսպես ասած, դաշտ է պահանջում բոլորի համար, որովհետեւ եթե հասարակության մի մասը անընդհատ իրան ճնշված եւ հնարավորություններից զուրկ ազգում, վաղ-թե ուշ դա բերում է այն խնդիրների, որոնք 2018 թվականին։ Ուստի եռանկյուն է։ Այո, այդ եռանկյալ մի կարևոր գագաթը դա տնտեսությունն է եւ տնտեսական զարգացումն է, բայց մյուս երկու կարևորները դրանք հանրային համերաշխությունն են եւ անվտանգությունն է։ Մեզ պետք է թիմային ղեկավարություն, որը 3 խնդիրներով կարողանում է հավասարապես եւ փոխկապակցված զբաղվել, որովհետեւ դուք հենց մի գագաթը սկսում եք թուլանալ, մյուս երկուսը սկսում են թուլանալ։ Դա նաեւ այն է, ինչ որ մենք տեսնենք նախկինում։ Ավետիք, այսօր շատ են խոսում այն մասին, որ արդեն մի քանի օր է մնացել ընտրություններին եւ ամենայն հավանականությամբ անդիմությանը կհաջողվի միավորվելով կոալիցիոն կառավարություն ստեղծել կամ գոնե եթե չասենք կոալիցիոն կառավարություն համաձայնության գալ վարչապետի անձի շուրջ, հա, ով կլինի Հայաստանի վարչապետը։ Եվ ըստ ձեզ այդ կառավարությունը, որը որ ստեղծվելու է այս ընտրություններից հետո, երկար ապագա է ունենալու, թե այդուամենայնիվ այս ճգնաժամային իրավիճակում հնարավոր է, որ շատ կարճ տևի գործունեությունը եւ մենք գնանք նոր ընտրությունների։ Տեսեք, եթե իրատեսականորեն խոսենք, ապա պետք է հիշել հետեւյալը, որ մեր սահմանադրությամբ կա երկու կարևոր շեմ ազգային ժողովում, որոնցից յուրաքանչյուրը քաղաքական հնարավորությունների տարբեր սպեկտր է տալիս։ Եթե կոալիցիան կարողանում է ձևավորել առնվազն 52%-ի, ստանալ 52%-ի աջակցություն, ապա նա կարող է ձևավորել կառավարություն 1 եւ երկրորդը փոխել օրենքները։ Ազգային ժողովում օրենքներ ընդունել, բյուջե ընդունել եւ այլն։ Բայց կա կարևոր երկրորդ շեմը, այսպես կոչված սահմանադրական մեծամասնության շեմը, որը 60%-ն է։ Կա երրորդն էլ դրա մասին առանձին կխոսենք։ 60%-անոց շեմը հնարավորություն է տալիս անել անկախ մարմիններում կարևորագույն նշանակումներ, ինչպիսին է գլխավոր դատախազը, բարձրագույն դատական խորհրդի անդամներն են, սահմանադրական դատարանի անդամներն են, հեռուստատեսության հանձնաժողովի
անդամներն են, մարդու իրավունքների պաշտպանն է, կենտրոնական ընտրական հանձնաժողովն է եւ այլն, կենտրոնական բանկի նախագահն է։ Այդ բոլոր պաշտոնները շատ կարեւոր են, բայց դրան գումարվում է եւս երկու շատ կարեւոր հարց։ Առաջինը սահմանադրական օրենքներն են փոխվում սահմանադրական մեծամասնությամբ եւ հանրակրվեն է հայտարարվում սահմանադրական մեծամասնությամբ։ Եվ կա այսպես ասած գերսահմանադրական մեծամասնությունը, այսպես կոչված 67%-ի շեմը կամ 2/3-ի շեմը, դա որևէ առանձին վերսած կուսակցություն իրավունք չունի մեր սահմանադրությամբ ունենալ, բայց կարող է ունենալ կոալիցիան։ Իսկ դա հնարավորություն է տալիս նաեւ ազգային ժողովում փոխել սահմանադրության հոդվածների մի մասը, ոչ բոլորը, բայց մի մասը։ Հա։ Հիմա տեսեք ինչու է հարցը։ Այսօրվա մեր ճգնաժամի պայմաններում բավարար չի ունենալ 52% ձևավորել կառավարություն եւ ունենալ օրենքները փոխելու հնարավորություն։ Ըստ էության ճգնաժամը հաղթահարելու համար պետք է լինելու սահմանադրական մեծամասնություն։ Առնվազն 60%։ Այո, առնվազն 60%։ Եվ ես կարծում եմ, որ հավանականությունը նրա, որ սահմանադրական մեծամասնության շեմը կարող է հաղթահարվել, այս պայմանությամբ այդքան բարձր չի, չեմ ուզում որևէ բան բացառեմ, որովհետեւ ընտրությունների օրը միշտ անակնկալներ ա բերում, անկեղծ շատ կուզենայի, որպեսզի, այո, անդիմադիր տարբեր թևերը միասին վերցած կարողանան սահմանադրական մեծամասնությունը հաղթահարեն, ոչ միայն բարձ մեծամասնությունը, կամ այսպես կոչված կայուն մեծամասնությունը, այլև սահմանադրական մեծամասնությունը։ Դա հնարավորություն կտար իսկապես երկիրը ճգնաժամից դուրս բերել, բայց եթե այդպես չլինի, ես կարծում եմ, որ այո, ինչ որ ժամանակ հետո պետք է լինելու գնալ նոր ընտրությունների, որպեսզի մենք կարողանանք երկիրը լիակատար դենիկոլիզացիա անենք, որպեսզի այս ամբողջ ընթացքում Նիկոլի կողմից նշանակված բազմաթիվ պաշտոնյաներին, որոնք ըստ էության կեղծիքով են նշանակվել, հա, կեղծիքով են նշանակվել։ Դե եղել են դեպքեր, երբ որ մարդը ինքը իր օգտին է քվեարկել, իր նշանակման օգտին է քվեարկել, որ դա բացարձակ աբսուրդ է, չէ՞։ Որպեսզի դա կարողանանք ըստ էության բանել։ Պարոն Չահաբյան, դուք ասացիք դենիկոլիզացիայի մասին, ըստ ձեզ ԿՊ-ն, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, եթե բարդվում են այս ընտրություններին, նրանք կմնան քաղաքական դաշտում, թե մենք կտեսնենք շատ արագ ինքնալուծարում այդ կուսակցությանը։ Տեսեք, դա բարդ հարց է, ու ընդհանրապես ասած մի քիչ տպավորություն է, որ մենք հիմա ձեր հետ արդեն բան ենք անում, այդ այսպես ասած դեռևս չորսված արջի մորթին ենք։ Ձեր շկուրունի ուգիտով միդիեդի։ Այո, դեռևս չորսված արջի մորթին ենք բաժանում, պայմանավորվել ենք իրար հետ ռուսերենի չանցնել եւ բոլոր ռուսական ասացվածքները թարգմանել հայերեն։ Okay։ Ուրեմն, տեսեք ինչու՞ է խնդիրը։ Ես կարծում եմ, որ դրա մասին հիմա պետք չի առանձնապես շատ սպեկուլյացիաներ անել, հա, բայց պետք է ասել նաև հետևյալը, եւ այդտեղ ուզում եմ մինչև վերջ անկեղծ լինեմ։ Խնդիրը ախր Նիկոլի անձի մեջ չի, խնդիրը նրա մեջ է, որ մեր հասարակության մի մասը, հուսով եմ արդեն ակնհայտորեն փոքրամասնությունը, հա, բայց նա այնուամենայնիվ կիսում է այդ գաղափարները։ Հա, մի մասի ուղեղները լվացվել են այս ընթացքում, մի մասը դա անում է, որովհետև իրանց վրա իշխանության ադմինիստրատիվ ճնշումն է, մի մասը նայած է, որովհետև կոնֆորմիստներն հեշտ են ազդեցության տակ ընկնում, որովհետև դրանք աբսուրդ գաղափարներ են ինչ-որ իմաստով։ Դրանք ակնհայտորեն ազգակործան գաղափարներ են, որոնք տոքսիկ թույնի պես ներծծվել են մեր հասարակության մեջ։ Բայց եկեք ընդունենք, որ իրանք էլ գոյություն ունեն, այո, փոքրամասնություն են եւ գոյություն ունեն, եւ այդ փոքրամասնությունն էլ պետք է ներկայացված լինի։ Դրա համար ես չեմ կարծում, որ ԿՊ-ն ընդհանրապես վերանա, այլ բան է, որ եթե Փաշինյանը պարտվի, նրա կողքից շատերը փախնել են, եւ դա ոչ թե գաղափարների պատճառով, այլ որովհետեւ Փաշինյանը բազմաթիվ հանցանքներ ա գործել իր իշխանության 8 տարիների ընթացքում, վերջինի մասին 3 պարզապես Ալեն Սիմոնյանը եւս մեկ անգամ հայտարարեց։ Շատ հետաքրքիր հայտարարություն էր այդ բանավեճի ժամանակ եւ ես այսօր դեռ չեմ հանդիպել իշխանության կողմից արձագանքի։ Ինքը ցուցմունք է տվել, ասել է մեր պահանջով եք մենք մեր ճանապարհը հանձնել ադրբեջանցիների եւ իշխանությունները, եւ բացարձակ չասես թե դրա տակ ինչ իրավական հիմք ա եղել եւ քանի որ դա արվել է բացարձակ առանց իրավական հիմքի, բացարձակ չի եղել այդտեղ սահմանազատում, սահմանագծում, չէ, ասենք թե այնպես չի որ ճշնամին առաջ է եկել մենք հարկադրված ենք հետ նահանջել որպեսզի կյանքի հետ մեր նախաձեռնությամբ հանձնել ենք այդ։ Ես կարծում եմ որ Ալեն Սիմոնյանը եւս վաղտուշ կանգնելու է դատարանի առաջ եւ ինքը եւ մարդիկ այդ հայտարարությունը միայն այդ, բայց բազմաթիվ այդպիսի բաների եւ պետքա պատասխան տա, դուք ինչ իրավունքով եք։ Պարոն Չահաբյան, տեսեք, դուք մի շատ հետաքրքիր թեմային անդրադարձակ, որը իսկապես բավականին խորքային է եւ մինչեւ ընտրարշավի սկսվելը ես էլ եմ կարծում, որ գուցե եւ ազնիվ կլիներ հայտարարել, որ հայ ազգի մի զգալի մասը պարզապես հոգնել է հայ լինելուց եւ ուզում է
ապրել, եթե պետք է հանգիստ ապրելու համար թուրքերի հետ միասին ապրել, նրանք համաձայն են նաև թուրքերի հետ միասին կամ ադրբեջանցիների հետ միասին ապրել, բայց այս ընտրաշավը ցույց տվեց, որ դա այդպես չէ, որ Արցախյան հարցը օրակարգից իշխանությունների չնայած բոլոր այս ջանքերին չի հանվել, որ մարդկանց հասարակությանը դա շարունակում է հուզել, Արցախի թեման փակած չի, որ նույնիսկ երբ որ եթե նկատել եք, երբ որ իշխանությունները ինչ որ ուզում են շատ այսպես կոպիտ ինչ որ ձևով մեղադրել իրենց հակառակորդներին, այսինքն ընդդիմությանը, սկսում են ասել, որ դուք թուրքերի նարատիվն եք բերում, դուք Ալիևի նարատիվն եք բերում։ Ես նույնիսկ երեք նկատեցի, թե քանի անգամ Ադրբեջանի հասցեին Փաշինյանի թիմակիցը Ալեն Սիմոնյանը եւ եւս մի քանիսը կային, որ այսպես մենք կոչում ենք պրոքսի կուսակցությունների ներկայացուցիչներ, անընդհատ որպես փաստարկ ասում են, դուք մեր հակառակորդի նարատիվներն եք բերում։ Այսինքն, այսպես թե այնպես Թուրքի կամ ադրբեջանցու նարատիվ բերելը իրենց համար էլ ընդունելի չի փաստորեն, այսինքն հասարակության ուղղակի ուզում եմ ասել, որ հասարակությունը ոչ թե կիսում է ԿՊ-ի այդ բոլոր գաղափարները, բոլոր այդ հայտարարությունները, այլ հասարակությունը շփոթմունքի մեջ է, հասարակությունը չգիտի ինչ ասել, որտեղ հասարակությունը չի ասում, որ լավ են արել, որ Արցախը հանձնել են, ցանկացած գյուղացու, երբ որ աջակից խոսացնում են լրագրողները, այդ աջակիցը չի ասում, որ լավ են արել, որ Արցախը հանձնել են, ինքը ասում է Փաշինյանը չի հանձնել Արցախը։ Տեսեք, ինձ թվում է մենք իսկապես հետաքրքիր երևույթի հետ գործ ունենք եւ երևույթը հետեւելն է։ Փաշինյանը երկար ժամանակ փորձել է համոզել մեր հասարակությանը, որ առաջինը Արցախը ինքը չի հանձնել, մինչեւ իրեն հանձնված էր։ Դա դրանում համոզել է, այդ դրանում համոզել է։ Ոչ մի բան չի համոզել, սպասեք, փորձել է համոզել, որ ինքը չի հանձնել, մինչեւ իրան էլ հանձնած էր, որ ինքը եկավ, ստացավ ծանր ժառանգություն, որի տակից ինքը չկարողացավ դուրս գալ, դա մի թեզն է։ Հետո երբ որ ինքը հասկացավ, որ հասարակության զգալի մասը միևնույն է թեզին չի հավատում, որտեղ ի վերջո եթե Արցախը հանձնված լիներ, կհանձնվեր 2016 թվականին։ 2016 թվականին Ադրբեջանը եւս պատերազմ սկսեց, ձախողվեց։ Եվ երբ որ 2020 թվականին պատերազմ սկսեց, ռազմական տեսանկյունից բացարձակ ակնհայտ չէր, որ Ադրբեջանը պետք է հաղթի։ Ադրբեջանը հաղթեց, որտեղ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ձախողեց պատերազմի վարումը։ Թե ինչ պատճառով դա առանձին կարելի է քննարկել, բայց դա փաստ է, որ քաղաքական ղեկավարությունը ձախողեց պատերազմի վարումը։ Եվ դրա պատճառով ենք մենք այդ պատերազմը պարտվել, որովհետև բանակը ոչ միայն նույնն էր, բանակը էլ ավելի լավ զինված էր, քան 16 թվականին։ Մեծ քանակությամբ ծանր սպառազինություն էր եկել եւ այլն, բայց պատերազմի վարումը ձախողվեց որպես այդպեսին։ Հիմա դրանից հետո Փաշինյանը ըստ էության փոխել էր իր նարատիվը։ Ինքը ոչ թե ասում է, որ Արցախը ես չեմ հանձնել, ինքը ասում է ես եմ հանձնել։ Ու լավ եմ արել։ Որը ու լավ եմ արել, որովհետև ուրիշ ելք չկար։ Միևնույնն է պետք է հանձնեինք։ Իսկ հանձնել են, որպեսզի պահեմ Հայաստանի Հանրապետությունը։ Այստեղ ինքը հայտնվել է իր իսկ փորած ծուղակում, որովհետև այստեղ երկու հարց կա։ Նախ ոչ մի տրամաբանական կապ չկա Արցախը հանձնելու եւ Հայաստանի Հանրապետությունը պահելու հետ, որովհետև երբ որ մենք ունեինք Հայաստանի Հանրապետությունը, ներողություն Արցախը եւ առաջնագիծ Արցախով, Հայաստանի Հանրապետությունը ակնհայտորեն ավելի անվտանգ վիճակում էր գտնվում, որովհետև գոնե տեսականորեն, գոնե ֆիզիկապես դա Հայաստանի բնակավայրերին ադրբեջանցիները չեն սպառնում, Վարդենիսին չեն սպառնում, Կապանին չեն սպառնում, Գորիսին չեն սպառնում, Ջերմուկին չեն սպառնում։ Այդ ամեն ինչը տեղի ունեցավ այդ աղետալի հանձնումից հետո։ Բայց երկրորդը, որտեղ եւ ինչ են իրանք այդքան լարվում ադրբեջանական նարատիվ կոչվեցան մեծ, որովհետեւ Ադրբեջանը բնավել այդպես չի համարում, որ Արցախը վերցնելով ինքը կարող է կանգ առնել, ինքը ընդհակառակը համարում է Արցախը վերցրել եմ, դիրքերս լավացրել եմ, հայտնվել եմ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բարձունքների վրա վերահսկող, հա։ Հիմա լուր սպասում է երբ անցնելու ընտրությունները, որպեսզի շարունակի առաջ գալ։ Որպեսզի շարունակեն, պահանջի իրենց համար պետք չի լինի առաջ գնալ ստորաբաժանումներով ռազմական, ոչ, հենց ադրբեջանցիները ինչի եւ ցել է հետաքրքիր, որ ամենաթեժ հարցը, որ այսօր նյարդայնացնում է իշխանություններին, երբ ընդդիմությունը խոսում է 300,000 ադրբեջանցու այսպես կոչված վերադարձի մասին։ Սա ամենից շատն է նյարդայնացնում Փաշինյանին, նրա թիմակիցներին, որովհետև նրանք հասկացել են, որ այ արդեն սրան
ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձին, ադրբեջանցիների հետ ապրելուն Հայաստանի բնակչությունը չէ, եւ պատրաստ չէ եւ նույնիսկ իրենց աջակիցները դրան պատրաստ չեն, դրա համար իրենք ասում են, չէ, չկա նման թեմա։ Տեսեք, այդտեղ էլ հետաքրքիր բան ես ասեմ, տարածերուն 2 օր առաջ մեր այլ գործընկեր Օրագիր News-ը հրապարակեց ռեպորտաժ այս թեմայով, որում ես էլ եմ մասնակցել եւ մասնակցել նաեւ հակառակ կողմ, ասենք օրինակ տխրահարչակ Վահագն Ալեքսանյանն, հա, որը պարզապես հրաժարվում է այդ թեմայով խոսալ։ Ասենք օրինակ հասկանում եք, օրինակ ես կամ Տաթևիկ Հայրապետյանը, որը ադրբեջանագետ էքսպերտ է, խոսում եք փաստերով, ասում եք ինչա տեղի ունենում իրականում, ինչ բյուջետային հատկացումներ է անում Ադրբեջանը, ինչ միջոցառումներ են անցկացնում, ոնց են փորձում սողոսկել, ասենք միջազգային կազմակերպություններ այդ օրակարգով եւ այլն, գալիս են մարդիկ նույնը հարցնելու Վահագն Ալեքսանյանին, ասում է, ես չեմ խոսա այդ թեմայով, դուք բերում եք ին վզին ադրբեջանական նարատիվներ եք փաթաթում։ Խնդիրը նրանում չի, որ դա ադրբեջանական նարատիվ է։ Իհարկե դա ադրբեջանական նարատիվ է։ Խնդիրը նրանում է, որ դուք դրան չեք հակազդում։ Որ դուք դրան չեք հակազդում, որ դուք չեք ասում, որ կներեք ադրբեջանցիներ կամ Ալիև, իսկ ոչինչ, որ 4 անգամ ավելի շատ հայեր ապրում Ադրբեջանում, մինչև խորհրդային միության փլուզումը։ 89 թվականին վերջի սովետական մարտահրավերով Ադրբեջանում ապրել է 4 անգամ ավելի շատ հայ, քան Հայաստանում ադրբեջանցի։ Բա այդ մարդկանց իրավունքները ինչ է։ Չէ, դա էլ մի կողմ դնենք, պարոն Չալաբյան։ Եվ առաջ արցախցիների վերադարձի իրավունքն է միշտ պետք պահել օրակարգում, ընդ որում ոչ միայն իրավունքը, այլ անվտանգ իրավունքը, առնվազն հավաքական վերադարձի ինքնորոշման իրավունքը։ Ինքնորոշման իրավունքը հենց թեկուզ եւ Ադրբեջանի, հա, կազմում։ Եթե այդ ամեն ինչը լիներ օրակարգում, ադրբեջանցիների վերադարձի հարց չէր առաջանա։ Պաշտոնական Բաքուն չէր բարձրացնի, որովհետև դա անմիջապես այսպես կխփեր հենց իրենց շահերին։ Դրա համար էր ասում նույն, ասենք, նախկին արտգործնախարար Արթան Օսկանյանը, որ դա գոնե որպես ջոկեր ունեցեք ձեր օրակարգում։ Ինչու եք հրաժարվում այդ թեմայից եւ նվեր եք անում Ալիևին, որովհետև դրան Ալիևի հայտարարություններին, որ պետք է վերադառնան ադրբեջանցիները Հայաստան, որտեղ որ դրանք ապրում էին, դու ոչինչ չունես։ Կա դրա բացատրությունը։ Կա դրա բացատրությունը եւ այդ բացատրությունը սկսում է աստիճանաբար ավելի ակնհայտ դառնալ ի հետ գալու վերջի շրջանում։ Տեսեք, մեզ անընդհատ թվում է, որ Փաշինյանը ինչ-որ անհետ աննորմալ կուրս է իրականացնում։ Բայց իր կուրսը ունի իրանց տեսանկյունից որոշակի տրամաբանություն։ Մենք պետք է հասկանանք ի վերջո իրանք ինչ ֆունկցիա են իրականացնում։ Եվ ո՞րն է այդ տրամաբանությունը։ Այո, ինչ խնդիր են իրանք լուծում։ Իրանց խնդիրը Հարավային Կովկասից Ռուսաստանը դուրս մղելն է։ Այդ այն պատվերն է, որը Փաշինյանը իր Ալեն Սիմոնյաններով, Վահագն Ալեքսանյաններով լծվել է կատարելու։ Այդ պատվերն է, որ ինքը լծվել է կատարելու։ Եվ այդ պատվերի տեսանկյունից ցանկացած բան էլ կարելի է Ադրբեջանին հանձնել, կարելի է Հայաստանն էլ Ադրբեջանին հանձնել գնա, մենակ թե Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս գա, որովհետև իր պատվիրատուին էդ է հետաքրքրում։ Իր պատվիրատուին չի հետաքրքրում կոնկրետ վերցված, ասենք, Դվին գյուղում, հա, կամ Արարատ քաղաքում ադրբեջանցի ապրելու თუ հայ։ Իրանց համար կարևոր է Ռուսաստանը ստեղից դուրս գա, այս տարածաշրջանը, այսպես ասած, միջանցքը իրանց համար դառնա ջրի ճանապարհ։ Իսկ արդեն թե ով կլինեն այստեղ։ Ով այստեղ ապրելու բան իրանց ընդհանրապես չի հետաքրքրում։ Ընդհակառակը, ես ես մի հատ պարադոքսալ բան ասեմ։ Ես անկեղծ կարծում եմ, որ Փաշինյանը եւ իր նորից այդ, այսպես ասած, կամակատարների խումբը ծայրահեղ հետաքրքրված են, որ ադրբեջանցիներ գան Հայաստան բնակվելու։ Գիտեք ինչու։ Որտեվ դրանք դառնալու են իրանց ընտրողները։ Որտեվ դառնալու են իրենց ընտրողները, իրանք արդեն չեն կարող հայերին համոզեն, որ իրանց ընտրեն, նույնիսկ այն ամենամիամիտներին, հա, որոնց ուղեղները լվացած է կամ գլուխները թույնն է սրսկած 8 տարի։ Իրանց հիմա ադրբեջանցի ընտրող է պետք, որ իրանք կարողանան ինչ-որ իմաստով բալանսը շեղել։ Իդեպ ես ձեզ ասեմ, դա այտենց վերացական բան չի, որտեվ եվրոպական բազմաթիվ երկրներում ամբողջ նոր կուսակցություններ են առաջացել եկվորների ուսերի վրա, հա։ Այս մարդկանց այդ պետք է, որտեվ իրանք հասկանում են, որ Հայաստանում չեն կարողանում մեծամասնություն պահել։ Իսկ ձեր կարծիքով, եթե Աստված չտա Փաշինյանը հաղթեց, ինչքան երկար տարիների պատմություն կունենա Հայաստան պետությունը։ Ես անկեղծ կուզենայի, որ մենք ընդհանրապես չքննարկենք բայց չէ, պետք է դա քննարկել Փաշինյանի հաղթելու դեպքը, հա, եւ հիմա այս վերջի մեկ շաբաթը կենտրոնանանք նրա վրա, որ թույլ չտանք, բայց ես նաև ձեզ ասեմ, հա, եթե մենք ենթադրենք, որ այս process-ի իներցիոն շարունակվում է ու այս տրամաբանությամբ շարունակվում, այսինքն ցանկացած բնույթի զիջումներ արվում են Ադրբեջանին, Թուրքիային,
որտեղ հիմնական նպատակը Ռուսաստանի ըստ տարածաշրջանից դուրս մղելն է, այդ պատվերն է։ Ինչքան երկար է դեռ։ Տեսեք, ախր իրականությունը հետևյալն է, մենք վերադառնալու ենք 18-րդ դար։ Մենք վերադառնալու ենք 18-րդ դար, երբ որ այս տարածաշրջանում իսկապես Ռուսաստան գոյություն չուներ, հա։ Ռուսաստանը ի վերջո եկել է 19-րդ դարի սկզբից։ 18-րդ դար ենք վերադառնալու, որտեղ մենք լինելու ենք մուսուլմանների իշխանության տակ։ Որպեսզի այլ ավել չծավալվենք, մենք ապրելու ենք մուսուլմանների իշխանության տակ, թուրք-ադրբեջանական իշխանության տակ ենք ապրելու։ Եվ Հայաստան պետություն չլինելու։ Բնականաբար, որպես այդ հայկական պետություն չի լինելու։ Կլինի Նախիջևանի պես, Նախիջևանն էլ չէ հայկական ավտոնոմիա, երբ որ Նախիջևանը տվեցին Ադրբեջանին 1921 թվական, իրան տվել են որպես ինքնավարություն, ենթադրելով, որ այնտեղ հայկական բնակչություն է։ Ավելի բարձր ինքնավարություն, քան Ղարաբաղն էր, որտեղ Նախիջևանը հանրապետությունն էր, իսկ այո, Ղարաբաղը մարդ։ Այո, բայց հիմա անցել է 100 տարի այդ ողբերգական իրադարձությունից, երբ որ Նախիջևանը տրվեց Ադրբեջան, այնտեղ ձևի համար մեկ հայ չկա, ինքնավարությունը վերացված է, ինքնավարությունը հələ Արցախի հարցը հələ փակված չի, բայց Նախիջևանի դեպքում ինքնավարությունը վերացված է, ձևի համար մեկը անունն է հայկական Նախիջևան։ Հայկական անուն ունի Նախիջևանի, ասենք, հանրապետությունը չի արդեն, չէ՞։ Չէ, արդեն տարածաշրջանը։ Նա անունը հայկական է, բայց ոչ հայկա, ոչ հայկական որևէ ինքնավարություն կա։ Եվ նույնը կլինի ձեր կարծիքով նաև Հայաստանում։ Ցանկացած տարածք, որ կհայտնվի թուրք-ադրբեջանական իշխանության տակ, վաղ թե ուշ տենց է լինելու, որտեղ ինչպես է հայտնվելու իշխանության տակ։ Ես ուզում եմ, որովհետև հիմա ինչպես է հայտնվում։ Ինչև ես այդ հարցը տալիս, հա, որովհետև երբ որ դու փորձում ես Փաշինյանի աջակիցների հետ խոսել, ու երբ որ փորձում ես բացատրել, որ այսենց է լինելու, մենք պետականություն ենք կորցնելու, այդ դա նրանք չեն պատկերացնում։ Չէ, բայց դրա առաջի փուլը արդեն տեղի ունեցել, եկեք հերո չգնանք, էլի, առաջի փուլը տեղի ունեցել։ Մենք կարող ենք պատկերացնել, որ մեր երկրում մի շարք բարձրաստիճան հոգևորականներ կկալանավորվեն։ Մենք կարող ենք պատկերացնել, որ կաթողիկոսի վրա քրեական գործ կառուցվի։ Քրեական գործ առուցված կաթողիկոսի վրա, абսուրդ բանով, պատրվակով, հա։ Նման նախադեպեր եղել են, երբ որ սովետական Հայաստանում։ Նման նախադեպեր եղել են, այո, Ստալինյան ժամանակաշրջանում։ Այո, այն ինչ որ տեղի ունենում Հայաստանում, դրա նախադեպը գոյություն ունի միայն Ստալինյան ժամանակաշրջանում։ Ավելին ձեզ ասեմ, 1441 թվականին Մայրաթոռը Կիլիկիայից տեղափոխվել է Էջմիածին։ Այն պայմանները օտարի իշխանություն է եղել, թուրքմեն ցեղերի իշխանություն է եղել այդ ժամանակ Հայաստանում։ 1441 թվականից մինչև 1930-ական թվականները Ստալինի ժամանակ հայ առաքելական եկեղեցու հետ երբեք այդպիսի բան չի եղել, որ կաթողիկոս սպանեն, ասենք թե, հա։ Միայն Ստալինի ժամանակա, որ Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսը իր գրասենյակում, իր սենյակում խեղտամահ արվել։ Մենք հիմա եկել հասել ենք այդ կետին, հասկանում եք, մենք ունենք ստալինիստների իշխանություն, բայց արդեն որը աշխատում է ոչ թե Կրեմլի համար, այլ Անկարայի եւ Բաքվի համար, որը պատրաստ է իր կաթողիկոսին խեղտամահ անել։ Ես անցած տարի դեկտեմբերի 18-ին իմ աչքով եմ տեսել ոնց էր ԿՊԱ-ական խաժամուժը փորձում գրոհել Մայր տաճարի վրա, որպեսզի կաթողիկոսին ֆիզիկական վնաս տա։ Եվ միայն բազմաթիվ հավատացյալների ներկայությունը թույլ չտվեց, որ դա տեղի ունենա։ Բայց դուրը ջարդում էին, որ ներխուժեին կաթողիկոսի վրա հարձակվեն։ Այդ նորից եմ ուզում կրկնել, մեր պատմության մեջ մենակ մի անգամ ա եղել Ստալինյան բռնապետության ժամանակ։ Պարոն Չալաբյան, եկեք նորից խոսենք արտաքին քաղաքականությունից, որովհետև հատկապես Բայց կներեք, էլի ձեր հարցը, որ ոնց է տեղի ունենալու Հայաստանի թուրքացում, ես ում ձեզ ասեմ, եկեք հերո չգնանք։ Հայաստանի թուրքացման առաջի փուլը Ես հասկացա։ Երբ որ եկեղեցու մեր սրբության վրա կարելի է անպատիժ հարձակվել, արդեն տեղի է ունեցել։ Այդ պատերազմը եկեղեցու դեմ իմ կարծիքով իշխանությունները պարտվել են, չնայած եթե Աստված չտա իրենք վերընտրվեն, իրենք ավելի, եթե վերընտրվեն, շատ ավելի սարսափելին կլինի այդ հարձակումը եկեղեցու վրա, ընդհանուր միջև ֆիզիկական հարձակում, նաև կաթողիկոսի վրա։ Բայց ես ուզում եմ խոսել արտաքին քաղաքականությունից, ավելի շուտ աշխարհաքաղաքական հարցերից։ Դուք ասում եք, որ իրականում սրանք ոչ թե հիմար իշխանություններ են եւ անհեթեթ քայլերի են գնում, այլ կատարում են պատվեր եւ պատվերը Ռուսաստանին տարածաշրջանից հանելն է։ Սա տարածված կարծիք է եւ նաև տարածված է իրականություն սրա մեջ կա, միայն թեկուզ եթե դատենք, թե ինչքան մեծ ուշադրություն կա այսօր Հայաստանի վրա, այդ թվում եւ արևմտյան մամուլը եւ հատկապես
ռուսական, այսպես կոչված լիբերալ մամուլը, հա, նրանք ովքեր Ռուսաստանում չեն գործում, բայց Ռուսաստանի մասին են խոսում, բոլորը ուղարկել են թղթակիցներ Հայաստան, բայց ես գուցեև սխալվում եմ, բայց ես նկատել եմ, որ այդ աշխարհաքաղաքական թեման գնալ արևմուտք, Թրամփ թե Պուտին, դա չի դարձել այս ընտրաշավի հիմնական թեման, որովհետև հայաստանցիներին իրականում այդքան էլ կարևոր չէ եւ նրանք ովքեր ուզում են որ այս իշխանությունները հեռանան, չեն ուզում որ այս իշխանությունները հեռանան, որպիսի կարգավորվեն հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նրանք ուզում են որ այս իշխանությունները հեռանան, հայաստանցիների մեծ մասը, որովհետև իշխանությունները ադեկվատ չեն, եւ բ այնինչ արդեն արել են դա բավական է այս իշխանություններին հեռացնելու համար։ Այսինքն չկա աշխարհաքաղաքական թեմա, այդ նարատիվն էլ չանցավ իշխանությունների, այդ նարատիվն էլ չանցավ, որ մենք ձեզ տանում ենք արևմուտք, դա էլ չանցավ, Եվրոպա էլ չանցավ։ Ներողություն, այստեղ տարբերություն կա։ Ես ոչ չեմ ասում, որ այս իշխանությունները մեզ արևմուտք են տանում։ Այս իշխանությունները մեզ տանում են Թուրքիայի եւ Ադրբեջանի ենթակայության տակ, ոչ թե արևմուտք։ Որովհետև եթե իրանք ստեղից դուրս են բերում Ռուսաստանին, այստեղ փոխարենը ոչ թե արևմտյան ազդեցությունն է աճում, այլ թուրք-ադրբեջանական, որովհետև նույնիսկ արևմուտքին Հայաստանը հետաքրքիր չի։ Արևմուտքը մտածում է, որ նույն Բրյուսելը, հա, մտածում է հետևյալ տրամաբանությամբ, այստեղից մենք Ռուսաստանին դուրս մղենք, սա հանձնենք Թուրքիային, որովհետև իրանց համար կարևոր Ռուսաստանը թուլացնելն է, ոչ թե Հայաստանը։ Հասկանում եք, այդ է։ Ուզում եմ ասեմ, այդ աշխարհաքաղաքական բանը, դիլեման ոչ թե ընտրությունա Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև, դա ընտրությունա Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև, եկեք ճիշտ ձևակերպենք։ Եվ մեր ժողովուրդը սկսել է հասկանալ դա։ Ինձ թվում է սա կեղծ նարատիվ է, կեղծ ընտրություն է եւ կեղծ է նույնիսկ ես նույնիսկ զարմանում եմ, երբ Ռուսաստանի նախագահը բարբերաբար հայտարարում է, որ պետք է հանրաքվե անցկացնել, ուր է ուզում գնալ հայաստանցին Եվրամիություն թե Ռուսաստան, որովհետեւ իրականում նման օրակարգ չկա։ Հայաստանին ոչ ոք չի առաջարկել ոչ Եվրամիության անդամակցություն, ոչ նույնիսկ թեկնածու որպես Եվրամիության անդամ, ինչպես օրինակ Վրաստանին են առաջարկել կամ Մոլդովային են առաջարկել կամ Սերբիային։ Չկա այդ նման գործընթաց չկա եւ այսինքն իշխանությունները սուտ են ասում բնակչությանը, ասելով որ կա այդ ընտրությունը, չկա այդ ընտրությունը եւ Ռուսաստանի նախագահն էլ իմ կարծիքով չպետք է նման հայտարարություններ աներ, որտեվ դա կեղծ հայտարարություն է, կեղծ օրակարգ է։ Հայաստանի բնակչությունը նման ընտրություն Սիրելի ազգակիկ ֆիքսենք, ընտրությունը ոչ թե Ռուսաստանի եւ Եվրոմիության միջև է, ընտրությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև է։ Ով է լինելու այս տարածաշրջանում, այսպես ասած, գերիշխող ուժը, Ռուսաստանը թե Թուրքիան։ Որովհետև եթե Ռուսաստանը դուրս է գալու, Եվրոմիությունը միևնույն այստեղ չի գալու։ Ինքը ցանկություն չունի այսքան հեռանալու իր սահմաններից։ Թուրքիան է գալու։ Փաշինյանի աջակիցներն ասում են, ոչ, կգան ամերիկացիները, որտեղ Թրիփլը նրանց հետաքրքրում է։ Իմանայք, դա ընդհանրապես ամենաանհետեթագույն պնդումն է, հետևյալը, հա, որովհետև ամերիկացիները եթե եկող լինեին, մինչև հիմա վաղուց եկած կլինեին։ Ամերիկացիները ոչ մեկի չեն հարցնում, երբ որ գալիս են։ Նրանք Հայաստանում տնտեսական շահ իրենց համար չեն տեսնում։ Իրանց հիմնական շահը աշխարհաքաղաքական է, այսինքն ինչ է իրանց պետք անել։ Իրանց պետք է Իրանը եւ Ռուսաստանը կտրել իրարից։ Պետք է մեղմ ասած, այստեղով միջանցք ստեղծել եւ միջանցքը պարզապես այդ մի առանձին ճանապարհ չի։ Միջանցք ստեղծել, որով իրանք մտնում են այսպես ասած Ռուսաստանի եւ Չինաստանի սիրտը։ Կենտրոնական Ասիա։ Իրանց հիմնական հետաքրքրությունը կենտրոնական Ասիան է, որտեղ 100 միլիոն մարդ ապրում, ոչ թե 3 միլիոնանոց Հայաստանը կամ նույնիսկ 7 միլիոնանոց Ադրբեջանը։ Կենտրոնական Ասիայի հսկայական հարստություններն են իրանց հետաքրքրությունը։ Իրանց պետք է իրանց գերաշուկան։ Այո, բայց ես դες ասեմ, որ դուք պատկերացնեք Ղազախստանի տակը Մենդելեևի ամբողջ աղյուսակն է։ Եվ ներառալ նաև այսպես կոչված այդ հազվագյուտ մետաղները, այդքան էներգակիրները չեն հիմա կարևոր, ինչքան հազվագյուտ մետաղներն են, որովհետև այս ամբողջ արհեստական բանականության էլեկտրոնիկան զարգանում է հազվագյուտ մետաղների բազայի վրա, 70%-ը դրանց արդյունահանման հիմա Չինաստանում է, Չինաստանը կոշտ վերահսկում է իր արդյունահանումը եւ արտահանումը, երբ որ պետք է հրաժարվում է ամերիկացիներին մարտակարել, եւ իրանց հիմա պետք է ամբողջ աշխարհում մեկ այլ ընտրակներ գտնել։ Դրանցից մեկը բնականաբար Ղազախստանն է, Պակիստանն է եւ այլն։ Իրանց միջանցք է պետք այդտեղ,
որովհետեւ իրենք այդ ամեն ինչը կարողանան այդտեղից հանել։ Իրանց Հայաստանը ընդհանրապես չի հետաքրքրում, ոչ որպես երկիր, ոչ որպես մշակույթ, որպես կրթական։ Մի քիչ այսպես տնտեսությունից ու աշխարհաքաղաքական այս հարցերից այս կողմը, հա, այդ հարցերի դիտարկենք, ինչ է ուզում Հայաստանի քաղաքացին, հա, ինչու է կան մարդիկ Հայաստանում, ես գիտեմ նման մարդկանց, ճանաչում եմ, որ ասում են, հա, մենք չենք ուզում, որ Փաշինյանը լինի մեր ղեկավարը, բայց մենք նաև չենք ուզում դառնալ Ռուսաստանի վերահսկողության տակ ինչ որ մի երկիր, որը չենք ուզում, որ մեր դեմ էլ լինեն պատժամիջոցներ, չենք ուզում, որ մեզ համար Եվրոպան փակվի, ավելի դժվար լինի մեզ համար վիզաներ ստանալը, եւ ընդհանրապես մենք ուզում ենք ավելի ժողովրդավարական երկրում ապրել։ Ձեր կարծիքով, հա, իմ խորին համոզմամբ հնարավոր է ունենալ իսկապես ժողովրդավարական երկիր, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ դատարանը անկախ է, որտեղ հասարակությունը adekvat է, հա, ու adekvat է արձագանքում տարբեր խնդիրներին, դրա հետ մեկտեղ ունենալով նորմալ հարաբերություններ Իրանի եւ Ռուսաստանի հետ։ Ձեր կարծիքով սա հնարավոր է։ Անկասկած, նախ ես ասում, նախ ես այդ մարդկանցից մեկն եմ։ Ձեր դիմացը նստած եմ այդ մարդկանցից մեկը, որը համարում է, որ մեզ բնականաբար պետք է հրաժեշտ տալ Փաշինյանին եւ նրա կառավարման ժամանակաշրջանին, բայց դրանից բնավ չի հետևում, որ մենք պետք է նորից վերադառնանք Ռուսաստանի գիրկը։ Մենք պետք է կարողանանք ունենալ բալանսավորված հարաբերություններ, ընդ որում բալանսավորված հարաբերություններ ելնելով քաղաքական պրագմատիզմից։ Եթե Ռուսաստանը ըստեղ ունի ռազմական բազա, պետք է ոչ թե փորձել այդ ռազմական բազան ըստեղից դուրս բերել, որը մեղմ ասած կներեք, էլի ցնցումների, վտանգների, աղետների բուն է, ոնց որ դա եղել է օրինակ Վրաստանում կամ Ուկրաինայում, հա։ Այլ ընդհակառակը մտածել այդ բազան ոնց օգտագործես, ոնց նես պայմաններ դնես Ռուսաստանի վրա, որ կամ տարեկան մեծ քանակությամբ գումար վճարի ինքը Հայաստանին, կամ այդ բազայից անընդհատ սպառազինություն դու ստանաս, կամ դու իրանց հետ պարբերաբար զորավարժություններ անես, դրա արդյունքում Ադրբեջանը ուղղակի փասափուշն հավաքի, կամ Հայաստանի արդյունաբերությունը, կամ այո, դրա դիմաց ասես ռազմական արդյունաբերություն։ Դուք օրինակ լավագույն աշխարհում լավագույն հրթիռային տեխնոլոգիաներ ունեք, եկեք համատեղ ձեռնարկություն ստեղծենք Հայաստանի համար հրթիռները արտադրենք։ Բազմաթիվ ձևեր կան, ոնց դու կարող ես Ռուսաստանից նախ շատ ավելին ստանալ, քան մենք նախկինում ստացել ենք։ Եվ ավելին ձեզ ասեմ, իսկ ով է ասում, որ մենք Եվրոպայի հետ չպետք է համագործակցենք։ Եվ ավելի մենք Եվրոպական միության հետ ունենք համընդհանուր համագործակցության պայմանագիր, ՍԵՊԱ, որը հսկայական ներուժ ունի իր մեջ համագործակցության, իդեպ նաև ժողովրդավարության զարգացման բնագավառում, դատարանների անկախության բնագավառում, իրավական համակարգի զարգացման բնագավառում։ Մենք ընդհակառակը օրինակ Հայաստանում մշտապես Եվրոպայի հետ համագործակցության կողմնակից ենք, բայց մենք ասում ենք հետեւյալը, որտեղ դու ունես համագործակցության հնարավորություններ, համագործակցի հասիր մեղմ ասած այդ ներուժի սահմաններին, հետո մտածի ինչի միջև ես ընտրում։ Հիմա այդ ընտրության խնդիրը բացարձակ ճիշտ է, այդ ընտրության խնդիրը ԵԱՏՄ եւ ԵՄ-ի միջև գոյություն չուներ, որտեղ ԵԱՏՄ-ն կա, իրական է, մենք մեջն ենք, մենք աշխատում ենք, իսկ ԵՄ-ից մեզ նույնիսկ հրավեր չի եղել անդամակցության։ Ուստի մենք պետք է ԵՄ-ի հետ աշխատենք այնտեղ, որտեղ այդ հնարավորությունները կա։ Պարոն Չաղաբյան, մենք իսկապես շատ խորքային հարցեր քննարկեցինք, բայց արդեն մեր ժամանակը սպառվում է։ Ըստ ձեզ, հիմա շատ են խոսում, որ այո, անդիմությունը կարծես թե ավելի ուժեղ է, քան իշխանությունները եւ շանսեր ունի ընտրությունների ժամանակ իշխանությանը հաղթելու, բայց Փաշինյանը հենց այնպես իր իշխանությունը չի տա։ Ձեր կարծիքով ինչին է պատրաստ Փաշինյանը իշխանությունը պահելու համար։ Նախ եկեք արձանագրենք հետևյալը, որ զուտ այս վերջի 4 շաբաթների ընթացքում Փաշինյանը արդեն ցույց տվեց ինչ-որ չափով ինչին է պատրաստ։ Իր քաղաքական մրցակիցներին ձերբակալելու, կալանավորելու, նրանց վրա նոր շինցու գործեր սարքելու, ոնց որ օրինակ Անդրանիկ Թևանյանի դեպքում 90-ից ավել մարդ է ձերբակալվել այս շրջանում տարբեր շինցու գործերով, ինչ-որ քանակությամբ հատկապես մարզերում են շատ։ Հա, այն մարդիկ ոնց անունները դուք կարող չգիտեք, բայց ձերբակալում են ընտրակաշարք եւ այլն, Արմավիրի մարզում։ Հա, այսինքն Փաշինյանը արդեն ցույց տվեց։ Փաշինյանը ցույց տվեց իր ատելության խոսքը, ցույց տվեց թե ինչպես է ինքը վերաբերվում արցախցիներին։ Բայց ինչ է անելու, եթե օրինակ գիշերն է արդեն հասկանում են։ Ինչ անելու, նախ ձեզ ասեմ ինչ անելու ընտրության օրը։ Ընտրության օրը փորձելու է ստիպել, որ զինվորները գնան Փաշինյան ընտրեն։ Հիմա էլ արդեն զորամասներում զինվորներին ստիպում են, ասում են դուք պետք է գնաք զորամասում։ Ինչպես են ստուգելու, ում են ընտրել։ Գիտեք, զորամասերում խնդրեմ կա, որովհետև քվեարկության մի մաս են զորամասների ներսում է, վերահսկողությունը շատ դժվար է։
ժամկետային զինծառայողների մի մասը եւ այլն զորամասի ներսումը շատ դժվար է վերահսկողությունը։ Փորձելու են, այնտեղ որտեղ հնարավոր է մարդկանց ստիպել, փորձելու են ստիպել։ Փորձելու են տարբեր տեսակ կեղծիքներ անել։ Օրինակ ես տեսել եմ կեղծիքներից մեկը, որ մարդկանց ասում են դու կարող ես գնալ միանգամից 3 կուսակցություն ընտրել։ Փաշինյանի կողմից է, կամ ԿՊ-ի ինչ-որ կամ ԿՊ-ի մեր շրջանակների չեմ կարող ասել մի արժեքով, բայց շրջանառության մեջ դες կեղծ բաներ են գցում, որ կարող է գնալ 3 կուսակցություն ընտրեք, բնականա չեք կարող։ Մի կուսակցությունա, մի քվեաթերթիկա, որը կարող եք ընտրել։ Փորձելու եք շատ կոշտ վերահսկել, թե ով է գալիս իրանց համար քվեարկում։ Մենք դա արդեն տեսել ենք Գյումրիում եւ Վաղարշապատում, երբ որ ցուցակագրած ունեն ով է իրանց խոստացել ձայն տալու, այսինքն այդ մարդը մտնում է մի հատ աշկերով ցենց հայացքը բռնում են, որ գիտես չէ ում ես գնալու քվեարկելու։ Այդ ճնշումը գործադրել եւ այլն։ Ես համոզված եմ, որ այն ինչ որ մենք արդեն տեսել ենք Գյումրիում կամ Վաղարշապատում փորձելու են գործադրել մի բան էլ ավել։ Բայց եթե գիտեք ինչ, 7-ից 8-ի կես գիշերին հաշվարկը լինի եւ պարզվի, որ ընդդիմությունը հաղթել է, անկեղծ ասած ես կարծում եմ, որ Փաշինյանն էլ ոչ մի բան չի կարող անել։ Նրան արդեն ոչ ոք չի ենթարկվի։ Նախ եւ առաջ, այո, ամենակարևորը դա է։ Պետական համակարգը կլինի դա ոստիկանությունը, կլինի դա բանակը, կլինի դա քննչական մարմինը։ Նրանք չեն մտնելու բացահայտ հանցանքի տակ։ Նրանք պետական հեղաշրջում չեն կատարելու Իոքուտ Փաշինյանին, որովհետև դա անիմաստ է։ Անիմաստ է, եթե նույնիսկ դա անեն, Փաշինյանը մի քանի օրից մեկ իշխանությունը կկորցնի։ Ուղղակի մի քանի օր ավել կտևի հոգեվարքը։ Դրա համար ես կարծում եմ, որ այն ինչ տեղի է ունենալու ի վերջո որոշվելու է ամեն մի առանձին վերցած ընտրական տեղամասում, ամեն մի առանձին վերցած քվեախցիկում։ Եվ մեր քաղաքացիները պետք է հստակ հասկանան, եթե դուք գաք ձեր ձայնը ձեր խղճի համաձայն տակ ձեր նախընտրած ուժերին եւ իրենք հաղթեն Փաշինյանին, Փաշինյանը ստիպված կլինի հեռանալ։ Նես չէ որ ինքը ուզում է, բայց ստիպված կլինի, որովհետեւ համակարգը վերահսկողությունից դուրս կգա։ Հայաստանի քաղաքացի ջան, դու ես այս երկրի տերը, եւ եթե դու գնաս, բոլորդ եթե գնաք եւ ձեր ձայնը տակ այն կուսակցությանը, որին նախընտրում եք, ես նկատի ունեմ ընդդիմությանը, ձեզանից ձեր հաղթանակը ոչ ոք չի կարող գողանալ։ Չի կարող, հաստատ։ Երաշխավորում ենք։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, պարոն Ջհանգիրյան։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։